Հրթիռներ Թուրքիայի երկնքում։ Արդյոք պատերազմը տարածվում է Մերձավոր Արևելքից դուրս։ Թուրքիա-Ադրբեջան կապը։ Ով է իրականում կանգնած Թուրքիայի երկնքում հայտնված հրթիռների հետևում։ Իրանի, Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը օրեցօր ավելի լայն աշխարհագրություն է ընդգրկում։ Եվ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները լուրջ անհանգստություն են առաջացրել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային քաղաքական շրջանակներում։ Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, երկրի օդային տարածքում հայտնաբերվել և խոցվել են մի քանի բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել էին Իրանի տարածքից։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հրթիռները ժամանակին հայտնաբերվել են և ոչնչացվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Հաղորդվում է, որ այդ հրթիռները անցել են Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվել դեպի Թուրքիայի հարավային շրջաններ։ Ամենամեծ մտահոգությունն այն էր, որ հրթիռները կարող էին ուղղված լինել Թուրքիայի տարածքում գտնվող կարևոր ռազմական օբյեկտների վրա։ Մասնավորապես խոսվում էր Ադանայի շրջանում գտնվող Ինձիրլիկ Air Base ռազմաբազայի մասին, որտեղ տեղակայված են ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքեր։ Այս միջադեպը անմիջապես բարձրացրեց հարց, արդյոք հակամարտությունը մոտենում է նոր վտանգավոր սահմանագծի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ հայտարարություն արեց տեղի ունեցածի վերաբերյալ։ Թուրքիան չի ցանկանում այս պատերազմի մաս դառնալ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանը չմտնի ավելի մեծ ճգնաժամի մեջ։ Եթե նման դեպքերը կրկնվեն, Թուրքիան ստիպված կլինի տալ կոշտ պատասխան։ Այս հայտարարությունը շատ փորձագետների համար ազդանշան էր, որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել։ Եթե Թուրքիան որոշի ռազմական պատասխան տալ, ապա հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը ունի։ Եթե Անկարան որոշի ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, դա կարող է ամբողջությամբ փոխել ուժերի հավասարակշռությունը։ Այդ դեպքում պատերազմը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից և վերածվել լայն տարածաշրջանային հակամարտության։ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի քննարկել իր անդամ երկրի անվտանգության հարցը, իսկ տարածաշրջանի մյուս պետությունները կարող են հայտնվել ընտրության առաջ։ Թուրքիայում տեղի ունեցած այս միջադեպը շատերին հիշեցրեց մի քանի օր առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպք։ Ադրբեջանի տարածքում Նախիջևանի օդանավակայանի հարևանությամբ տեղի էր ունեցել պայթյուն կապված անօդաչու սարքի հետ։ Բաքվում որոշ շրջանակներ սկսեցին ենթադրել, որ այդ սարքը կարող էր կապված լինել Իրանի հետ։ Սակայն այդ պնդումը պաշտոնապես երբեք լիովին չի հաստատվել։ Ադրբեջանի իշխանությունները սկզբում բավական կոշտ հայտարարություններ արեցին և զգուշացրին, որ նման միջադեպերը չեն կարող մնալ առանց պատասխան քայլերի, սակայն ավելի ուշ պաշտոնական Բաքուն ավելի զգուշ դիրքորոշում ցուցաբերեց։ Թուրքիայում տեղի ունեցած հրթիռային միջադեպից հետո տեղի ունեցավ ևս մեկ կարևոր դիվանագիտական քայլ։ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց ունեցան։ Զրույցը ըստ պաշտոնական հաղորդագրությունների անցել է բավական լարված, բայց միևնույն ժամանակ գործընկերային մթնոլորտում։ Մենք լրջորեն մտահոգված ենք Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպով։ Ադրբեջանը խստորեն դատապարտում է նման գործողությունները և լիովին աջակցում է Թուրքիայի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք գնահատում ենք Ադրբեջանի դիրքորոշումը։ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի այս հակամարտությունը չտարածվի տարածաշրջանում։ Ադրբեջանի արտգործնախարարը ընդգծեց, որ եթե իրավիճակը ավելի սրվի, Բաքուն պատրաստ է կանգնել իր դաշնակցի կողքին։ Եթե Թուրքիան ստիպված լինի ռազմական քայլերի դիմել իր անվտանգության պաշտպանման համար, Ադրբեջանը չի կարող մնալ անտարբեր։ Մեր երկրները ռազմավարական գործընկերներ են, և մենք միշտ կանգնած ենք միմյանց կողքին։ Որոշ փորձագետներ առաջ են քաշում մեկ այլ վարկած։ Նրանց կարծիքով հնարավոր է, որ նման միջադեպերը սադրիչ գործողություններ լինեն։
Այսինքն, հրթիռների արձակումն իրականում կարող էր կազմակերպվել ոչ թե Իրանի կողմից, այլ որևէ երրորդ ուժի կողմից, որը շահագրգռված է հակամարտության տարածմամբ։ Իսկ եթե իսկապես Իրանի գործողությունն է։ Մյուս կողմից, որոշ վերլուծաբաններ չեն բացառում նաև հակառակ սցենարը։ Եթե հրթիռները իսկապես արձակվել են Իրանի կողմից, ապա հնարավոր է, որ դրանց իրական թիրախը եղել են ոչ թե թուրքական, այլ ամերիկյան ռազմական օբյեկտները։ Թուրքիայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կարևոր դեր ունեն տարածաշրջանային ռազմական գործողություններում։ Այդ պատճառով որոշ փորձագետներ ենթադրում են, որ հարվածները կարող էին ուղղված լինել հենց այդ օբյեկտների դեմ։ Այս պահին դեռ շատ հարցեր մնում են առանց հստակ պատասխանների։ Ով է իրականում կանգնած Թուրքիայի երկնքում հայտնված հրթիռների հետևում։ Արդյոք դա Իրանի գործողություններ, թե ինչ-որ մեկի կազմակերպած սադրանք։ Մի բան սակայն արդեն ակնհայտ է։ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը շարունակում է տարածվել նոր ուղղություններով։ Եվ եթե լարվածությունը շարունակվի, աշխարհը կարող է կանգնել նոր, շատ ավելի մեծ պատերազմի վտանգի առաջ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։